Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր կպատրաստեմ շատ համեղ պաշտետ տավարի լյարդով։ Այստեղ ես ունեմ 1 կիլոգրամ 300 գրամ տավարի լյարդ, ես այն լվացել եմ, հիմա այս ավելորդությունները վերևի թաղանթը կմաքրեմ և կշարունակեմ։ Տեսեք, ես թաղանթը մաքրեցի, ավելորդությունները նույնպես մաքրեցի, հիմա կբաժանեմ փոքր մասերի։ Կտրտելուց հետո կլցնեմ կաթսայի մեջ, ջուր կավելացնեմ և եռալուց հետո կեփվի մոտ 15 րոպե, հետո կմիանամ։ Մինչ այնտեղ լյարդը կեփվի, մեզ պաշտետի համար հարկավոր է նաև 2 սոխ և 2 գազար, քանի որ գազարը մեծ է, ես ընտրել եմ մեկը։ Հիմա սոխը կկտրտեմ, գազարը անց կկացնեմ քերիչով, երկուսը միասին կտապակեմ և հետո մսաղացով կաղանք։ Իդեպ նշեմ, որ կապ չունի թե սոխը ինչ չափսի է կտրտում, քանի որ տապակելուց հետո պետք է անցկացնեմ մսաղացով։ Թավայի մեջ ավելացրել եմ կարագ, հալելուց հետո կավելացնեմ սոխը։ Լյարդը ես անջատեցի, հոսող ջրի տակ պահեցի, որպեսզի վրայի քափը անցնի։ Հիմա կավելացնեմ սոխին և գազարին, մի քանի րոպե կտապակվի, հետո կանջատեմ։ Լյարդն ավելացրեցի գազարին և սոխին, մի քանի րոպե էլ այսպես միասին կկարմրի և կանջատեմ։ Տեսեք, այսպես մի թեթև կարմրելուց հետո ես անջատեցի գազօջախը, դրեցի կողք, հիմա կսառի և մսաղացով կաղամ։ Արդեն լավ սառել է, պաշտետի համար ես կօգտագործեմ ոչ միայն լյարդը, սոխը, գազարը, այլ նաև կօգտագործեմ 2 եփած պինդ ձու։ Ձուն մաքրել եմ, հիմա բոլորը կաղամ մսաղացով։ Ահա ստացվեց այսպիսի զանգված, հիմա կհամեմեմ, կավելացնեմ աղ, պղպեղ, կարմիր պղպեղ, պղպեղ, կարմիր պղպեղ և աղ։ Ինչպես միշտ համեմունքներն ավելացրեք ըստ ճաշակի։ Հիմա նաև կավելացնեմ մի փոքր ջուր, գոլ ջուր, որպեսզի այսպես չոր չլինի։ Եվ այսպես լավ կխառնեմ։ Ես որոշեցի աղալ երկրորդ անգամ, տեսեք, մի փոքր ինքը դեռ մեծ է, այսպես երկրորդ անգամ, տեսեք, ավելի նուրբ է ստացվում, այնպես որ 2 անգամ կաղամ։ Երկրորդ անգամ աղալուց հետո ստացվում է այսպես, իմ մոտ արդեն պատրաստ է։ Հիմա ես պետք է վերցնեմ սննդի ցելոֆանը և սկսեմ ձևավորել ռուլետներ։ Վերցրել եմ այսպիսի սննդի ցելոֆան, չափը կարող եք ընտրել ինքներդ, թե ռուլետն ինչպես պատրաստել, ինչ չափի։ Ահա, ես կպատրաստեմ 2 ռուլետ, կբաժանեմ 2 մասի, 2 ռուլետ կպատրաստեմ, այստեղ նաև ունեմ սենյակային ջերմաստիճանի կարագ։
Հիմա այսպես ձեռքերի օգնությամբ ես կբացեմ, ինչ չափ ինձ հարկավոր է այդքան կբացեմ։ Ահա տեսեք, ես ընտրեցի այս չափսը, հաստությունը պետք է այսքան լինի, տեսեք։ Հիմա կարագը այսպես տարածելով կքսեմ։ Իդեպ նշեմ, որ կարագի չափը այստեղ նույնպես դուք եք ընտրում, ես սիրում եմ, երբ կարագը կտրելուց շերտերի արանքով երևում է։ Հիմա այսպես կտարածեմ։ Այնպես որ այստեղ կապ չունի կարագը ինչքան է լինում, կարող եք շատ քիչ ավելացնել։ Դա արդեն ձեր ցանկությամբ է։ Այսպես կտարածեմ։ Հիմա տեսեք, կարագը գցելուց հետո այսպես կփաթաթեմ։ Մեր ռուլետը պատրաստ է, հիմա կպատրաստեմ երկրորդը, հետո կշարունակեմ։ Իմ մոտ ստացվեց այս չափսի երկու ռուլետ, ես կդնեմ սառնարանում, մի քանի ժամ կմնա, հետո կկտրեմ։ Եթե շտապում եք, կարող եք սառցախցիկ դնել մի քանի րոպեով, հանել և կտրել։ Դե ինչ, մեր ռուլետը պատրաստ է, այսպիսի գեղեցիկ և շատ համեղ է ստացվել, այնպես որ փորձեք և շատ կհավանեք։ Այսօրվա համար այսքանը, եթե հավանեցիք տեսանյութս, ապա բաժանորդագրվեք, սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի տեղեկացված լինեք հաջորդ համեղ և նոր բաղադրատոմսերից։ Հաջողություն ձեզ։